Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հուլիսի 12։ Քո վկայությունները զարմանալի են, սրա համար իմ անձը պահում է նրանց։ Սաղմոս 119-րդ գլուխ, 129-րդ խոսք։ Փրկագնող սիրո հրաշքները սիրտը հաստատում են դրանց երկրպագության մեջ։ Սուրբ գրքերը մեզ ցույց են տալիս, թե ինչ էինք մենք, ինչ ենք այժմ և ինչ պիտի լինենք։ Դրանք հայտնում են մեզ Տիրոջ ողորմությունն ու արդարությունը, երկնքի ուրախություններն ու դժոխքի տանջանքները։ Այսպիսով, դրանք պարզ մարդկանց ընդամենը մի քանի օրում տալիս են այնպիսի հարցերի իմացություն, որոնք փիլիսոփաները դարեր շարունակ ապարդյուն փնտրել են։ Հավատացյալը հոգնած կյանքի հոգսերից և մեղքի դեմ իր պայքարից ծարավում է այն մխիթարությանը, որ իրեն հաղորդվում է սրբազան խոսքի միջոցով, և յուրաքանչյուր ոք կարող է աղոթել. «Նայիր ինձ վրա և ողորմիր ինձ, ինչպես որ դու սովոր ես անել քո անունը սիրողներին»։ Մենք պետք է աղաչենք, որ Սուրբ Հոգին ուղղի մեր քայլերը։ Յուրաքանչյուր ոք պետք է վախենա մեղքի տիրապետությունից և դրա դեմ շարունակ աղոթի։ Մարդկանց ճնշումը հաճախ ավելի ծանր է, քան մարմինն ու արյունը կարող են տանել։ Նա, ով ճանաչում է մեր բնությունը, չի հրաժարվի այն հեռացնելուց ի պատասխան իր ժողովրդի աղոթքների։ Ինչ էլ որ անորոշություն երևա Հին Կտակարանի հավատացյալների հավատի վերաբերյալ, նրանց վստահությունը շնորհի աթոռի առաջ կարելի է բացատրել միայն նրանով, որ օրենքի զոհաբերությունների և պաշտամունքային ծառայությունների միջոցով նրանք ավետարանի շնորհների մասին ավելի հստակ պատկերացում էին ստացել, քան սովորաբար ենթադրվում է։ Թանկագին բարեկամ, գնա նույն տեղը, աղաչիր Տեր Հիսուսի անունով և նրա արժանիքներին ապավինելով, և դու զուր չես կանչի Տիրոջը։ Սովորաբար, որտեղ կա շնորհով նորոգված սիրտ, այնտեղ լինում են նաև արտասվող աչքեր։ Ընդունիր, ով Տեր, այն արցունքները, որ մեր օրհնյալ Փրկիչը թափեց իր մարմնական կյանքի օրերում մեզ համար, նրանց, ում պետք է լաց լինեն իրենց եղբայրների համար, կամ էլ հենց ինքներս մեզ համար։